Հայտնի հնարավոր ենթադրյալ ահաբեկչության կազմակերպման եւ իշխանություն զավթելու հետ կապված ինքնազան շարժման առաջնորդադրել Սրբազանի վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում է ներկա պահին որևէ տեղեկատվություն այս մասով չեմ կարող հաղորդել, որովհետեւ խզարկության որոշման հետ կապված խզարկության որոշումը չէ պարունակում ավելի փաստական, ավելի առարկայական որևէ առնչություն եւ բնականաբար տրամաբանորեն այդ իսկ պատճառով Էլիզաբեթ Պետրոսյանը ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Այսինքն որևէ ենթադրյալ հանցագործության հետ առնչություն Էլիզաբեթ Պետրոսյանի մասով մատնանշված չէ խզարկության որոշման մեջ, այդ իսկ պատճառով ունի վկայի դատավարական կարգավիճակ եկել են հարցադրություն։ Իսկ ինչպես է գնահատում այդ գործողությունները իրենց տանը իրականացրած հաջողությունները ընդհանուր առմամբ օրինաչափ եւ իրավաչափ բնույթ են իրենցից ենթադրել, այսինքն ըստ էության որևէ հայտարարություն, դիտողություն եւ իրավախախտ ինչ-որ քննչական գործողության պրոցեսի ընթացքի հետ կապված չեմ կարող նշել, քանի որ դրանք օրինաչափ ձևով են ընթացել։ Շատ լավ, այդպես կանոնն է, ոչ ըստ էության Ձեր գնահատականը լսել այս գործողություն հատուրջոկատայիններ էին եկել ազգային անվտանգության ծառայության։ Սա ուղղակի քաղաքական պիստեր է։ Մենք տեսնում ենք խելառի ինչա կատարվում։ Մենք հիմա աշխարհին Հայաստանին նայում ենք իր աչքերով։ Այսինքն ամենօրյա խուզարկություններ մեր հետ վերջերացնի սկսելու այդ թիմի նույն ձև անել։ Ինքը բոլորին եւ ամեն ինչին կասկածում ամեն ինչի մեջ, որ բոլորը իրավեն են, ամեն ինչ իրավեն է։ Խելագար է։ Վկայի կարգավիճակով է այստեղ։ Այո, իրավաբանը ավելի լավ։ Հա, դրա մասին խոսեցինք, բայց առավոտից մեկնարկել է այդ խոզարկությունները, ընդհանուրս իրավիճակին կարող եք գնահատական տալ։ Այս բանին դեռ չեմ կարող, որովհետեւ լիարժեք ինֆորմացիայի դաշտում ինչ է կատարվում չեմ տիրապետում, հեռախոսս արգրավել է, դրա համար մի քիչ աշխատից կտրված եմ այս բանը։ Իսկ հարցեցիք թույլտվություն ունեին ձեր հեռախոսը արգրավելու երբ են վերադարձել։ Բերեցին որոշում, դատարանի որոշում էր կարծեմ, որում գրված էր այդ ամեն ինչը, որ ինչ-որ խոզարկություններ եւ այլն հեռախոսս միանգամից արգրավեցին։ Այլ իրեր եւս արգրավել են։ Ինչ-որ փաստաթղթեր բերվել են այստեղ։ Չէ, նման միակ բանը որ արգրավել է դա հեռախոսը։ Տանուղարկություններ են անցկացվել, որևէ իրեր չեն արգրավել ուրիշ։ Ըստ էության դա այդ համել նախաքննության գաղտնիության ինստիտուտը հարգենք եւ այս իմաստով մանրամասներ քննչական գործողության ընթացքից եւ արդյունքից չհրապարակեն, քանզի դա եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Շատ լավ, պատկերացնում եք մոտավոր ինչքան կտևի այստեղ քննությունը։ Բացարձակ գաղափար չունեմ։ Շատ լավ,